Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բուլ ինչ լավ է, որ եկել ես, իմանայի այստեղ ես ավելի շուտ կգայի։ Դժվար, կարևոր գործերը շատ են, չէ։ Կարևորը, որ հասցրեցիր, կարծում եմ Աբուլը քեզ համար մի քիչ էլ կմնա։ Չէ, գործեր ունեմ։ Աբուլ, արի միասին թեյ խմենք, խոստանում եմ երկար չեմ սպասեցնի։ Չէ։ Ճանապարհ եմ գամ։ Դե լավ, Ռուբենին կասեք, որ եկել եմ։ Աբուլ, սպասի։ Ինչ ա եղել։ Չի եղել։ Այսինքն ինչ ես այդ տոնով հետս խոսում, բան ա եղել։ Եղել ա։ Ասա հասկանամ։ Աբուլ, խնդրում եմ քեզ։ Ասա իմանանք ինչ ա եղել։ Ես չեմ հասկանում, ինչ պետք է եղած լինի, որ Աբուլը սենց հետս խոսի։ Ոչ մի բան էլ չի եղել, ջղայնացած եմ։ Դավիթի համար եմ անհանգստանում, այդքան բան։ Հաստատ այդքանը։ Նեղված եմ։ Հաստատ ինչ-որ մի բանից նեղվել եմ։ Մամ, Աբուլը երբեք իմ հետ տենց չէր խոսել։ Հիմա շատ վատ վիճակում այնք է գտնվում։ Լավ, Մարիա, ոչինչ։ Ինչ ազդեցություն ունես իմ վրա, Մարիա։ Ալո։ Աբուլ, ես եմ, 2 րոպե ունեմ։ Դավ, ոնց ես զանգել, ինչ կա, ոնց ես, ինչ նորություն կա։ Նորություն չկա, զանգել եմ 2 բառ խոսենք ու ասեմ, որ հանգիստ լինես։ Ոնց հանգիստ լինեմ, Դավ։
Եղի, հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Գիտեմ, որ գալիս գնում ես, Աբուլ, բայց ուզում եմ խնդրեմ, որ էլ չգաս։ Նենց հեշտ ես ասում։ Աբուլ, ասում եմ լավ կլինի, դու կարևորը լավ եղի։ Ու մեկ էլ Մարիային մենակ մի թող հետ է եղի, լավ։ Մարիան լավ է, մենակ չի։ Բայց ինչի տենց։ Դե, ուզում եմ ասեմ, իրա պապան, ընտանիքը, իրա կողքին են, մենակ չեն թողնում։ Տոնոտ դուրս չեկավ, Աբուլ։ Լավ, լարված եմ, խառն եմ, դրա համար այդպես եղավ։ Լավ, դե մի մոռացի ասացներս։ Ալո։ Ռուբեն, երբ ես տուն գալու։ Ինչ ա եղել, նոնա։ Ես ուզում եմ հասկանամ քո գործերը ավելի կարևոր է, քան մեր տղեն։ Ինչքան ժամանակ այդ երեխեն գալիս է քո աշխատանքի տեղը։ Այնտեղ չես լինում, զանգերին չես պատասխանում։ 2 անգամ է մեր տուն ա եկել, բայց տանը չես եղել։ Չէ, ես իհարկե հասկանում եմ, որ քո բոլոր գործերի անունը Օֆելիա է։ Ու դու մենակ Օֆելիայի մասին ես մտածում, բայց երբեք չի մտածում, որ քո տղայից ավելի կարևոր կլինի ու ամենադժվար պահին դու իրան մենակ կթողնես։ Նոնա, ինչ ես խոսում։ Ինչ է նշանակում, ես տեղում չեմ եղել, երեխեն եկել է, ես արհամարում եմ, տենց բան չկա։ Հավանաբար լավ ժամին չի եկել, որ ես զբաղված եմ եղել, այդ ժամին է եկել։ Ես չեմ արհամարում։ Ուղղակի տենց է ստացվել։ Ես գիշեր ցերեկ փորձում եմ Դավիթի գործի հետ կապված ինչ-որ բան մոգոնեմ, ինչ-որ բան գտնեմ, ինչ-որ բան անեմ։ Իսկ դու ինձ ինչ ես ասում։ Լավ էլի, Ռուբեն, լավ էլի։ Ես արդեն հոգնել եմ քո հեքիաթներից։ Դու մենակ մի բանի մասին ես մտածում։ Օֆելիայի ու իր հիվանդության մասին։ Բա մենք, բա քո տղեն։ Զգում ես, որ շատ վատ համեմատություններ ես անում։ Ու շատ սխալ մարդկանց միջև։ Ավելի լավ է զանգի Աբուլին, ասա թող գա տուն, ես մի քիչ հետո տանը կլինեմ։ Ալո։ Աբուլ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, Դավիթից նորություն կա, որ զանգել եք։ Ես Ռուբենի հետ խոսեցի, ինքը հեսա տուն ա գալիս, դու կգաս մեր տուն։ Իսկ հնարավոր չի Ռուբենի հետ ուրիշ տեղում հանդիպենք։ Ինչի Աբուլ ջան։ Իմ ներկայությունը քեզ տհաճ է։ Ամեն դեպքում ես քեզ կսպասեմ։ Այնքան բան է փոխվել, որ քեզ տեսել եմ։ Մի տեսակ հանգիստ եմ։ Շնորհակալ եմ քեզ ու քեզ շատ եմ սիրում։ Թեկուզ ընկերական, ոնց որ դու ես ուզում։ Իսկ ես քեզ ատում եմ։ Չես պատկերացնի ինչքան շատ եմ ատում։ Հատկապես վերջին արածիցդ հետո։ Ինչի ես եկել, ես քեզ չասեցի, որ ես տուն բերող բոլոր ճանապարհները մոռանաս։ Մամ եկել եմ, որ խոսանք, որ գոնե դու ինձ լսես ու հասկանաս։ Ինչի է քեզ թվում, որ ես խիղճս հանգիստ ապրում եմ, հն մամ։
Ինչի է քեզ թվում, որ այն ամեն ինչ որ կատարվել է իմ համար մեկ է։ Լուրջ քո կարծիքով ես մարդասպանի հոգի ունեմ, հա։ Մի ասա այդ անունը, մի ասա։ Մամ, հա, ես մարդ եմ սպանել, բայց ես դա դիտավորյալ չեմ արել, հասկանում ես։ Ու դրա համար էլ ես հենց հիմա մենակ սպասումով եմ ապրում։ Հիմա ինչին ես սպասում, տղա ջան։ Մամ, ինձ անընդհատ թվում է, որ հեսա ամեն ինչ կբացահայտվի։ Հենց ոստիկանության մեքենա եմ տեսնում, ինձ թվում է, որ հեսա հետևիցս են եկել ու վերջ ամեն ինչ պարզվեց։ Հասկանում ես, ես էլ եմ մարդ։ Ես էլ եմ ինչ-որ բաներ զգում, ունես չի, որ մենակ դուք եք հասկանում ու տեսնում իմ մեղքերը, մամ։ Ես էլ եմ տեսնում։ Ու դրա համար իմ համար շատ կարևոր է հիմա, որ դու իմ ձեռքը բռնես ու չթողես, որ ես ավելի կործանվեմ։ Հայրդ ձեռքդ բռնեց։ Ինչ պատասխան ստացավ, հա։ Չէ, Ռավ ջան։ Ես կսպասեմ, որ քո քիթը տրորվի ու ես կողքից կնայեմ ինչքան էլ որ բարդ լինի ու ոչ մի բանով էլ չեմ օգնելու ես քեզ։ Մամ, խնդրում եմ, մի ասա բաներ, որոնք չես կարող անես։ Ես տեսնում եմ, ես զգում եմ, որ դու ինձ մենակ չես թողելու, որ դու իմ կողքին ես լինելու ու օգնելու ես, որ ես պատմությունից դուրս գամ։ Ու ես ո՞նց եմ լինելու քո կողքին, ինչ եմ անելու, տղա ջան։ Ուշ թե շուտ ամեն ինչ բացահայտվելու է, չես հասկանում։ Իսկ եթե չէ, մամ։ Այսինքն չէ։ Ինչա, խաղ ու պարա ես ամեն ինչը քո համար։ Նստեք, դուք հանգիստ նստեք։ Գնամ Մարիային կանչեմ ու գամ։ Ոնց եք։ Քեզ որ ես տան մեջ տեսնում եմ, արդեն ինձ լավ եմ զգում։ Դավիթից լուրջ չկա։ Դեռ չէ, բայց Ռուբենն է կանչել։ Հուսամ մի նորություն կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ է, կեղծն ու սուտը շատ են, բայց նաև դա բացահայտվելու հատկություն էլ ունի, չէ, եւ դրանից շատ թուլանում են նրանք։ Ինչև հասնում ես դրան, այնքան բան է լինում, որ մարդ կամ հիասթափվում է կամ էլ հույսը կորցնում է։ Դու իրավունք չունես քո հույսը կորցնելու, չէ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Դավիթը այդ սպանության հետ ոչ մի առնչություն, ոչ մի կապ չունի։ Բայց եթե մենք էլ մեզ կորցնենք, այդ կնշանակի, որ ստիպենք, որ Դավիթը իր վրա վերցնի այն, ինչ որ չի արել։ Ես չեմ ուզում հույսով ապրել, ես ուզում եմ գործել, աղբորս մի բանով օգնել։ Արդեն հոգնել եմ նստել ու սպասել։ Ես հասկանում եմ, երիտասարդ ես, արյունը երակներումդ եռում է, չես կարողանում համբերել, չես կարողանում սպասել, բայց հասկացիր, մենք օրենքի հետ գործ ունենք, դա փողոցային պատահական դեպք չի, և ես վստահ եմ, որ դու հասկանում ես, որ ուժը բռունցքների մեջ չի, հույսը, համբերությունը, այդ դրանք են հաղթելու և ոչ թե պահի տակ որոշած ինչ-որ որոշումներ։ Շատ դժվար է սպասել, բայց չհասկանալ, թե ինչին է սպասում։ Դավիթը մեղավոր չի, Դավիթը ընդունակ չի մարդ սպանելու, բայց արդեն քանի օր է կալանքի տակ է գտնվում։ Չեմ հասկանում ինչ է կատարվում, չգիտեմ ինչ անեմ։ Աբուլ, ես ինչ լավ բան ես արել, որ եկել ես։ Մամ, այդ սպանությունից արդեն շատ ժամանակ անցել, ու եթե մինչև հիմա ապացույցներ չեն գտել, դժվար էլ գտնեն։ Դու դրանով ես քեզ հանգստացնում ու արդարացնում։ Չէ, մամ, ես ինչ չեմ արդարացնում, ու այդ քո ասած հանգստությունն էլ դժվար իմ կյանքում ինչ-որ մի օր լինի, որովհետև ես գիտակցում եմ ու հասկանում եմ, որ մարդու կյանք կա իմ ուսերին։ Բայց եթե այս ամեն ինչից չոր դուրս գալու ու պատասխանատվությունից խուսափելու տարբերակ կա, ինչի չօգտվել, մամ։ Դու հրեշ ես։ Դու հրեշ ես։ Խփի, մամ։ Եթե ուզում ես, էլի խփի։ Ես քիչ եմ, մենակ թե խնդրում եմ, ինձ մենակ չթողես։ Խնդրում եմ քեզ, մամ,
Ես չեմ կարող հայտնվեմ բանտում, հասկանում ես, իմ այնտեղ հայտնվելը իմ մեղքը չի թեթևացնելու, մամ։ Սուսմնա, էլ մի շարունակի, մի խոսի։ Գիտես մեկ-մեկ ինչ ցանկություն եմ ունենում։ Ուզում եմ կանգնեմ ու գոռամ արածիս մասին, մամ։ Ուզում եմ բոլորին ասեմ, որ դա ես եմ եղել, բայց չեմ կարողանում, որովհետև այդքան ուժ չունեմ, մամ։ Որովհետև դու վախկոտ ես։ Դու վախկոտ ես, Ռաֆ։ Որովհետև մենակ վախկոտ մարդը կարա մարդ սպանի ու պատասխանատվությունից փախնի ոնց որ դու։ Հա, հիմա ինչ էլ ասես, համաձայնվելու եմ քո հետ, մամ։ Արի չշարունակենք էլի, Ռաֆ։ Արի չշարունակենք։ Առանց էլ իմ հիասթափությունը շատ մեծ է։ Աբուլ ինչ-որ բան է եղել։ Չէ, ինչի։ Այսօր մի տեսակ ես։ Նորմալ է։ Մի փոքր զրուցենք, միջև ընթրիքը պատրաստ կլինի։ Ինձ ասել եք, որ Ռուբենը շուտով կգա, բայց արդեն 2 ժամը չկա։ Ես չեմ ուզում մտածել, որ դուք ինձ խաբել եք, որ այս տուն բերեք։ Չէ, Աբուլ ջան, մենք քեզ չենք խաբել։ Աբուլ, դու քեզ իրոք այսօր նման չես։ Ես քեզ հարց չտվեցի։ Աբուլ, սպասիր, մինչև Ռուբենը կգա։ Բալես, ես պետք է արդեն տանը լինեի, ուղղակի գործեր են առաջացել։ Եթե Աբուլը այդտեղ է, ոչ մի դեպքում չթողեք, որ գնա, ասեք թող անպայման ինձ սպասի, որովհետև հետո շատ կարևոր բան ունեմ խոսելու։ Ժամանակ պետք չի կորցնել։ Այդքան էլ ասեցի, որ շուտ գա։ Բայց չլսեցի՞ր նոնա, ասեց, որ գործեր են առաջացել։ Նորմալ է։ Ես հիմա կգնամ, թող մնա հետո։ Աբուլ, բայց ասեց, որ կարևոր բան ունի ասելու։ Կարողա Դավիթի գործի հետ կապված, խնդրում եմ սպասի։ Իսկ քեզ այդ հետաքրքիր է։ Այսինքն։ Ես վերջերս մի տեսակ շատ խառն ես։ Ու ինձ թվում է բացի Դավիթի թեման, մի ուրիշ թեմա էլ կա քեզ անհանգստացնող։ Ես չգիտեմ, թե քեզ ինչա թվում, բայց այս պահի դրությամբ բացի Դավիթի թեմայից ուրիշ ոչ մի բան ինձ հետաքրքիր չի։ Ու ես ամեն ինչ անում եմ, որ Դավիթի գործին օգուտ տամ։ Հա, շատ լավ երևում է։ Աբուլ։ Մարիա ջան, կօգնես ինձ հաց դնենք։ Վիճել եք, թե ինձ թված։ Չէ, նորմալ է։ Ռաֆ, երբ ես եկել։ Ռաֆ, Գնա քնելու Լիլիթ։
Աբուլ ասա, որ մաման շատ համով է պատրաստում։ Հա։ Իսկ կարող է քո սիրած ուտելիքը ասես մյուս անգամ մաման դա պատրաստի։ Մենք էլ առիթից կօգտվենք։ Աբուլ ինչ-որ բան են չի։ Չխաբես, որովհետև ես տեսնում եմ, որ մի տեսակ ես։ Ես էլ եմ շատ բան տեսնում, Մարիա։ Ինձ թվում է, թե ինչ-որ բան ես ուզում հասկացնել։ Մարիա ջան, շատ եմ խնդրում, էլ հարցեր մի տուր։ Ման, բայց տեսնում եմ, որ մի տեսակ է։ Չհասկանամ ինչի է իմ հետ այդքան կոպիտ խոսում։ Մենք հիմա պետք է հասկանանք Աբուլին։ Ինչքան էլ որ նա մեր տղան է, բայց Դավիթն է իրան պահել։ Ու լավ ու վատ օրերին միշտ Դավիթն է իր կողքին եղել։ Հիմա Դավիթը վատ իրավիճակում է։ Ու այդ փաստը նեղացնում ու նյարդայնացնում է Աբուլին։ Մենք բոլորս է Դավիթի կողքին ենք։ Ու ես մի վայրկյան անգամ չեմ ուզում, որ իմ երեխան խեղճանա մամ։ Հարցը խեղճանալը կամ լաց լինելը չի։ Մարդ կարող է արտաքինից շատ ուրախ երևա, բայց ներսում հոգին կտոր է լինում։ Թող մի քիչ հանգստանա, հետո կգնաս, կխոսեք։ Դու ես նեղացրել մամային։ Կարող եմ ձեզ միանալ։ Իհարկե կարող ես։ Աբուլին մեր գերդաստանի հետ եմ ծանոթացնում։ Մեծ գերդաստան ունեք։ Հույս ունենամ մինչև Ռուբենի գալը կվերջացնենք։ Բարև ձեզ։ Պաստորեն չհասցրինք։ Ոչինչ մնացածը մյուս դասին։ Գնել ես ուշացա, բաժնում գործեր են առաջացել, չէի կարա։ Նորմալ է։ Մարիա ջան, ինձ կօգնես դեղերս խմեմ։ Ինչ-որ բան է եղել, ճիշտ եմ հասկանում։ Հա, եղել է, շատ լուրջ բան է եղել։ Ինչ է եղել, ինձ ասեք ամեն ինչ, ինչ-որ բան չթաքցնեք։ Ոչ մի բան չեմ թաքցնի, բայց ես պետք է վստահ լինեմ, որ այն ինչ եղել է, հիմա ես քեզ ասեմ, քեզ չես կորցնելու։ Այս խոսակցությունը ինձ դուր չի գալիս։ Ինձ թվում է հիմա լսելու եմ աշխարհի ամենավատ լուրը։ Լուրը վատնա։ Բայց մենք դեռ տեղ ունենք պայքարելու։ Խաչատրյանն է շտապում։ Դատի օր է պահանջում։ Ինչ? Բայց բավարար ապացույցներ կան դատի համար, չեմ հասկանում, ես ինչ է կատարվում։ Տղես հիմա ամեն ինչ շատ խառն է։ Ուրիշ կասկածյալ չկա։ Չեն էլ գտնում։
Դրա համար գործը հասնում է դատարանին։ Եթե մենք մինչև դատի օրը չկարողանանք իրական մեղավորին գտնենք, գումարած դրան ապացույցներ պետք է ունենանք։ Այդ դեպքում Դավիթի վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Անհնար է։ Հանգստացի։ Ամեն ինչ դեռ կորած չի։ Մենք ժամանակ ունենք։ Այսքան ժամանակ ոչ մի բան չեն կարողացել անել, հիմա ինչ պետք է անենք։ Աբուլ, ես չէի մտածում, որ դու տենց շուտ հանձնվող տեսակ ես։ Ես չեմ հանձնվում։ Իմ աղբերը պետք է ազատության մեջ լինի, բայց… Ինչ բայց։ Ես կյանքում ոչ մի բանից չեմ վախեցել ու չեմ վախենում։ Բայց հիմա այն դեպքն է, որ սկսել եմ վախենալ, որ աղբերս կարող է նստի ինչ-որ բանի համար, որի հետ կապ չունի։ Ես դա թույլ չեմ տա։ Դու անհոգ եղի։ Հիմա մեզ պետք է ժամանակ շահել։ Ես ամեն ինչ անում եմ դրա համար։ Բայց սրա մասին ոչ մեկին ոչ մի խոսք, լավ։ Ես գնամ արդեն։ Ուր։ Այս ժամին։ Հա։ Ուզում եմ մենակ մնալ, մի քիչ մտածել։ Կամ դու մնում ես այդտեղ, Հաբուլ, կամ ես գալիս եմ քո հետ ծերտում։ Մտածի։ Հո երեխա չեմ, որ հետևեք։ Ես քեզ չեմ հետևում։ Մեզ ուղղակի իրոք անհանգստանում եմ։ Ես ինձ բոլոր իրավիճակներում էլ կարողանում եմ կառավարել։ Վախենալու բան չկա, հանգիստ եղեք։ Տղես, հասկացա։ Բայց խնդրում եմ, գոնե մենակ այսօր։ Այսօր մնաս տա լույսը մի քանի ժամից կբացվի կգնաս։ Ես չեմ սիրում, որ ինձանից տարիքով մեծերը ինձ հետ խոսելիս խնդրանքով են խոսում։ Բա էլ ուրիշ ոնց խոսամ, որ հասկանաս, որ ընդառաջես ինձ։ Հաբուլ, ես գիտեմ, դու երևի հիմա մտածում ես, որ այս ձևով ուզում եմ քեզ հեղափոխեմ, միտքդ փոխեմ։ Բայց չէ, իրականում դա տենց չի, իրականում ես անհանգստանում եմ, ու չեմ ուզում, որ այս ժամին գնաս տուն, մենակ մնաս, հենա, այս քո տունն է, քո սենյակն է, գնա բարձրացի քո մենակությունը վայելի, քեզ ոչ մեկ չի խանգարի, ոչ մեկ չի մոտենա, գնա վայելի։ Ես չեմ կարող այստեղ մնալ, այդ իմ համար շատ կլինի։ Ինչ է նշանակում այդ իմ համար շատ կլինի։ Ինչ ես խոսում, Աբուլ։ Հասկանում եմ, որ դժվար է, բայց անհնար չի, չէ։ Ու ինձ թվում է, ես քո մոտ արդեն այն արժեքը ունեմ, որ կարամ ինչ-որ բան խնդրեմ ու դու կատարես։ Թե երևի ժամանակից առաջ եմ ընկել։ Ես ձեզ շատ եմ հարգում։ Դե որ հարգում ես, ուրեմն խոսքս էլ կհարգես ու գետնով չես տա։ Կմնաս չէ այսօր ստեղ։ Ես համ քո կողքին եմ տղես, համ էլ Դավիթի։ Ու դու ոչ մի բանի մասին չպետք է մտածես, դու պետք է անհոգ լինես։ Շնորհակալ եմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ Դավիթը ազատության մեջ լինի։ Ես ինչ ես արթում, դեռ շատ շուտ է տան հետ չես համակերպվում։ Քունս չի տանում։ Աբուլ կասես հետս ինչ ես վատ խոսում, ինչ եմ արել։ Ես ինձ թվում է դու ինձանից լավ գիտես, ես հիմա չեմ պատրաստում քո հետ քո քայլերի մասին խոսել, Որովհետև ինչ։ Որովհետև աղբերս հիմա ձերբակալված է։ Երբ դուրս գա այդ ժամանակ կխոսեմ, որ ճիշտ լինի ու իր աչքի առաջ։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Նորմալ է։ Նորմալ չի, Աբուլ։ Դու հիմա իմ հետ մեղադրական տոնով ես խոսում ու ես չեմ հասկանում ինչի, ոնց կարա դա նորմալ լինի։
Իսկ կարող է քեզ մի քիչ նեղություն տաս մտածես։ Աբուլ, կլինի ուղիղ խոսաս։ Ես գնամ քնեմ, քեզ էլ բարի լույս։ Գլուխը հանգիստ դրեցիր, բարձին քնեցիր։ Հա, ու ինչի պետքա չստացվեր։ Դե եսի, երեք խիղճը տանջում էր, այսօր ինչ փոխվեց։ Շատ բան ա փոխվել, մամ։ Ես մտածեցի ու հասկացա, որ այս մեղքի տակ ես հենց այնպես չեմ ընկել։ Այս ամեն ինչի մեղավորը իրականում Մարիան է։ Մարիանա այդ տղային սպանել, հա Ռաֆ։ Դու ես այդ տղային սպանել, Մարիան չի մարդասպանը։ Ուզում եմ հասկանամ ուզածդ ինչ է, մամա։ Որ գնամ ու նստեմ, հա։ Մարիան է իմ կյանքը կործանել, մամ։ Մարիան ա արել նենց որ հասնեմ ես այսօրին։ Եթե այդ օրը ինքը այդ լակոտի հետ չփախներ, ես ոչ արտակին կհանդիպեի, ոչ էլ էս ամեն ինչը կլիներ։ Ինքը պատասխանա տալու։ Ինքը իմ սերը օգտագործել է, հասկանում ես։ Ինքը իմ սերը օգտագործել է իմ դեմ։ Այս երեք պահի ազդեցության տակ շատ սխալ բաներ խոսացի, շատ ինքս ինձ մեղադրեցի, բայց հետո հասկացա, կողքից նայեցի իմ կյանքին ու տեսա, որ իմ կյանքի բոլոր խնդիրների մեջ շատ ավելի շատ է Մարիայի մեղքը, քան իմ։ Ես էլ եմ Մարիային մեղադրում։ Ով ասաց, որ ես Մարիային չեմ մեղադրում։ Բայց մարդասպանը դու ես, Ռաֆ, ոչ թե Մարիան։ Հերիքա, մամա, սուս մնա։ Ես թույլ չեմ տա, որ իմ կյանքը այսքան փչացնողը հանգիստ ապրի։ Լսում ես, ես թույլ չեմ տա։ Եթե մի տարբերակ կա այս ջրից չոր դուրս գալու, ուրեմն դա ես անելու եմ։ Ու այդ տարբերակը մենակ Դավիթին վնասելն է։ Մենակ այնա, որ Դավիթը պատասխան տա այս ամեն ինչի համար իմ փոխարեն։ Որովհետև մենակ այդտենց է հնարավոր պատժել Մարիային, մամա։ Ես ամեն ինչ անելու եմ այդ իրագործելու համար։ Այս ինչ մտքեր են, Ռաֆ։ Բա ինչ ուզածդ որն է, որ ես գնամ նստեմ ու դրանց էլ բարի բախտ մաղթեմ, հա։ Դրանք պատասխան են տալու, մամա։ Ես այսպեսին չէի, դու լավ գիտես, Մարիան է ինձ սենց դարձրել։ Ես իրան գժի պես սիրում էի, ամեն ինչ անում էի, որ իր համար ամեն ինչ լավ լինի, բայց ինքը ոնց պատասխանեց ինձ, դու տեսար։ Բալես, ես քեզ խնդրում եմ, մի բարդ հացրու վիճակդ, Ռաֆ։ Մամ, ես մեղավոր եմ, հա։ Մեղավոր եմ, բայց եթե Մարիան իմ սիրուն սենց պատասխանեց, ուրեմն ինքը կհասկանա, թե ինչ է նշանակում Ռաֆի նման թշնամի ունենալը։ Ռաֆ։ Ես իմ անելիքը լավ գիտեմ, մամա։ Չփորձես ինձ հակառակը համոզել։ Իսկ եթե դու ուզում ես արդար գտնվել, կարաս գնաս հանգիստ ցուցմունք տաս իմ դեմ։ Ինչ ես խոսում, ես ոնց կարող եմ նման բան անել, Ռաֆ։ Ես ընդամենը ասացի, մնացածը քո որոշելունն է։ Ալո։ Բարև, Մարիա։ Ոնց ես։ Բարև, լավ դու։ Ես այդքան էլ լավ չեմ։ Դրա համար եմ քեզ զանգել։ Ուզում եմ հանդիպենք ու խոսենք։
Դու այն օրը ասացիր, որ քեզ միշտ կարող եմ հանգիստ զանգել ու հետդ խոսել։ Թե ինչ որ բան սխալ եմ հասկացել։